Դիսկոզը ինչ է իրանից ներկայացնում, դիսկոզը կոպիտ ասած, երբ որ միջողային սկավառակը ջրազրկվում է, ողերի միջև հեռավորությունը նվազում է եւ անմիջապես, այո, անմիջապես այդ միջողային սկավառակն է արդեն ցավեր գեներացնում։ Այդ թվում հարելով փափուկ հյուսվածքների։ Այո, բնականաբար փափուկ հյուսվածքները, հարակից հյուսվածքները ընդգրկվում են այդ process-ի մեջ։ MRT-ով մենք չենք տեսնում ոչ մի հպում նյարդարմատի հետ, խնդիր չկա, MRT-ով մենք մաքսիմալ տեսնում ենք այսպես կոչված սև դիսկ։ Այսինքն ջրազրկված դիսկ։ Հա, ինչ ենք անում այդ ժամանակ։ Հասարակ բլոկադայով, այսինքն տեղային անեստետիկի ներարկումով մենք կողմնորոշում ենք եւս մեկ անգամ հաստատում ենք, որ այո, դիսկն է անմիջապես, միջողային սկավառակն է գեներացնում ցավը, այնուհետև կատարվում է աբլյացիա, այսինքն տվյալ միջողային սկավառակի մեջ ընկղմվելով ասեղնային էլեկտրոդը, որը գեներացնում է ռադիոհաճախական տատանումներ, հիմնականում երկու ձևի աբլյացիաներ, կա ջերմային աբլյացիա, երբ որ տեղային ջերմաստիճանը բարձրացնում են 60-80 աստիճան, եւ կա ռադիոհաճախական իմպուլս աբլյացիա, հա, պուլս աբլյացիա, որի դեպքում առաջացնում է էլեկտրամագնիսական դաշտ, որը ոչնչացնում է տվյալ նյարդային փոքրիկ նյարդային վերջավորությունը, որը պատասխանատու է տվյալ զոնայի, նորմային պատասխանատու է, բայց հիմա ավելորդ ցավ է։ Այո։ Այսինքն նորից էլի կրկնվեմ մեր սիրելի հեռուստադիտողի համար, որ տվյալ դեպքում մենք դիսկը միջողային սկավառակը չենք բուժում,